Բարև ձեզ, մեդիակենտրոնը սկսում է իր աշխատանքը։ Կտրել գլուխը գլխացավից ազատվելու համար, ինչ է սպառնում Հայաստանից արտահանձնված օտարերկրյա քաղաքացիներին իրենց երկրներում։ Սա է մեդիակենտրոնի քննարկման այսօրվա թեման։ Հայաստանում օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք այստեղ են իրենց երկրում քաղաքական հայացքներով կամ համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով։ Նրանց հանդեպ քաղաքական նպատակներով հարուցված են քրեական գործեր։ Կա իրական սպառնալիք, որ իրենց պետություն ետ վերադառնալու դեպքում նրանք ենթարկվեն ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, արժանապատվությունը նվաստացնող պատժի, խոշտանգումների եւ անգամ մահապատժի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վարույթում ի թիվս այլ գործերի կան նաև Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացիների Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի եւ Դմիտրի Շիգաևի գործերը։ Այս քաղաքացիները Հայաստանի կողմից Ռուսաստանին արտահանձնվելու վտանգի առաջ են։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան եւ Արսեն Սարդարյան, LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ։ Շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Մինչ կոնկրետ դեպքերին անդրադառնալը պաշտոնական վիճակագրություն ներկայացնեմ, որը թերևս նաև ընդհանուր միտումի մասին է խոսում։ Հայաստանի արդարադատության նախարարության տվյալներով 2020-ից 25 թվականի հունվարի 31-ը Հայաստանից արտահանձնվել է 25 մարդ տարբեր երկրներ։ Նույն ժամանակահատվածում արտահանձնման 452 պահանջ մերժվել է Հայաստանի կողմից, կարծում եմ էական թվեր են։ Պարոն Սաքունց, սկսենք ձեզնից, նշված քաղաքացիների խնդրով որպես իրավապաշտպան ինչ քայլեր եք արել, որոնք ենթադրում եմ այնքան էլ արդյունավետ չեն եղել, եթե արդեն հայտարարության տեքստով եք դիմում իրավասու մարմիններին, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Լիդ, նախ ուզում եմ ողջունել մեդիակենտրոնին, հանրային լրատվության ակումբի, որ որոշ կարճատև դադարից հետո հնարավորություն ունենք վերստին համատեղ աշխատելու եւ իհարկե մաղթում եմ հաջողություն եւ ավելի երկար ժամանակով եւ անընդհատ գործունեություն եւ մեր նաեւ արդյունավետ համագործակցության շարունակություն, որը կար։ Տեսեք, ես կարող եմ մի քանի թվական տվյալներ ներկայացնել մեր կազմակերպության կողմից, մեր կազմակերպության փաստաբանների նաև ներգրավմամբ իրավական խորհրդատվության 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանի Դաշնությունը սանձազերծեց ագրեսիվ պատերազմ, ագրեսիա Ուկրաինայի դեմ, հենց մարտ ամսից սկսվեցին մեծ հոսք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, ավելի շուտ ամենասկզբից դրանք քաղաքական ակտիվիստներ էին, լրագրողներ։ Երկրորդ հոսքը եղավ արդեն սեպտեմբերին, երբ որ արդեն մոբիլիզացիա էր իրականացվում իշխանությունների կողմից, որպեսզի մարդկանց ուղարկեն այդ պատերազմ, եւ այնուհետեւ դրանից հետո շարունակվեց։ Աշխարհագրությունը դիմողների շատ լայն է։ Ռուսաստանի Դաշնություն, բայց հիմնական մասը Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուսի Հանրապետություն, Տաջիկստան, Ղրղստան եւ նաեւ որոշ թվով կան Իրանի քաղաքացիներ։ 330 հոգին իրավական խորհրդատվության նպատակով դիմել կազմակերպություն եւ նշեմ նաեւ, որ 190-ի նկատմամբ արդեն երբ որ դիմել են կազմակերպություն, հարուցված եղել քրեական գործ իրենց պետությունների իրավապահ մարմինների կողմից։ Իդեպ նշեմ, որ այդ 330-ից 110-ը հնարավորություն են ունեցել էլի իրավականացությամբ, ինչու, որովհետև հանվել են նրանց նկատմամբ սահմանափակումները, դրանց մասին ավելի մանրամասը կասենք, եւ հնարավորություն ունեցել մեկնել երրորդ երկրներ։
բնականաբար դա ավելի շուտ ժողովրդավարական պետություններ, Արևմտյան Եվրոպայի պետություններ։ Այդ 330-ից ուրեմն արդեն նշեցի 190 նկատմամբ քրեական գործ հարուցված եղել, սակայն դրանցից ոչ բոլորի նկատմամբ է ուրեմն պահանջ ներկայացվել արտահանձնելու։ Մենք օգտագործել ենք մի քանի մեխանիզմներ։ Առաջինը իհարկե պետք է ասեմ, որ այս հարցում բավական շատ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել պետական մարմինների հետ, մասնավորապես ոստիկանության եւ ոստիկանության միգրացիոն, այսինքն ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայության հետ սահմանային, ուրեմն այդ հսկողության տիրույթում եւ միգրացիոն ծառայության հետ օգտագործել ենք մի քանի մեխանիզմ։ Մեկը, եթե ծայրահեղ վիճակ ա եղել, ուրեմն Եվրոպական դատարանի, այսինքն արտահանձմանը կանխելու միակ տարբերակը եղել է 30 Եվրոպական դատարանի 39 կանոնով հրատապ դիմումի ներկայացումը, որը կանխվել է։ Մյուս տարբերակը ապաստան հայցելու դիմումների ներկայացում միգրացիոն ծառայությունում եւ երբ որ միգրացիոն ծառայությունը տրամադրում է ապաստան, ապա այդ քրեական հետապնդման հետ կապված իրենց պետությունների այդ գործընթացները դադարեցվում են, պետությունը ճանաչում է նրանց իրավունքը։ Ձեր նշած այդ երեքի դեպքում ցավոք սրտի մենք ունենք ռիսկային վիճակ, դրա համար հատուկ հայտարարությամբ հանդես ենք եկել, որովհետեւ նրանք հիմա գտնում են քրեակատողական հիմնարկում, բողոքարկում ենք դատական կարգով արտահանձնման որոշման օրինականությունը եւ նաեւ զուգահեռաբար փորձում ենք որ 3-ից 2-ի կարծեմ գործով ապաստան, որտեղ ապաստանի դիմումի դիտարկման ժամանակ երբ որ ապաստան տրամադրում է, ապա այդ արտահանձնման գործողությունը գործընթացը դադարեցվում է։ Պարոն Սաքունց, կշարունակենք իհարկե պարոն Սարդայանին մեկ հարց ուղղեմ, նախ կուզեի ճշտել ինչ սկզբունքով են արտահանձնման պահանջ ներկայացվում պետությունների կողմից, պարոն Սաքունցը նշեց, որ 330-ի դեպքում ոչ բոլորի համար է եղել այդ պահանջը արտահանձնելու։ Ինչով է պայմանավորված, որ դիցուք այս 3 քաղաքացիների հանդեպ կա, իսկ մյուսների հանդեպ ոչ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, մենք մեր գրասենյակը խորացված զբաղվում է էքստրադիցիայի հետ կապված գործերով, ինչպես նաև պարոն Սաքունցը նշեց, երբ որ կա արտահանձնման պահանջ, երբ անձը չի ցանկանում գնա իր երկիր եւ որպես կանոն ունենում է դրա համար բավարար կանին լուրջ պատճառներ, գործիքներից մեկը դա փախստականի կարգավիճակի համար դիմելն է եւ կոնվենցիայով կարգավորված է, որ դեպքերում կարող է փախստականի կարգավիճակը տրամադրվել։ Ես դժվարանում եմ կոնկրետ պետության քաղաքականության մասին խոսել եւ ընդհանրապես մեր փաստաբանական գրասենյակը զբաղվում է կոնկրետ գործերով։ Այսինքն գործը եկավ, մենք նայում ենք այդ գործի շրջանակներում մեր օրենսդրական եւ պրակտիկ խնդիրները։ Դրա համար չեմ կարող որևէ պետության քաղաքականություն մեկնաբանել, թե ինչու ինչ որ անձանց նկատմամբ պահանջ եկավ հանձնելու, ինչ որ անձանց նկատմամբ։ Բայց նախադեպեր կարծում եմ ձեր գործերով կունենաք եւ որոշակի պատկերացում կարող եք կազմել։ Կարող եմ ասել, որ քաղաքացիները, երբ որ ինչպես է սկսում այս գործընթացը, որպես կանոն կա հետախուզման գործընթաց, եւ հետախուզման գործընթացի շրջանակներում, երբ որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները անձին ազատությունից զրկում են, կլինի դա նախնական ձերբակալում, թե կալանք, այդտեղ 40-օրյա ժամկետ կա, որի ընթացքում պետքա պետությունը, որտեղ հայցում են, որը որ այդ հետախուզումը կախել է, ուղղակի միջնորդություն արտահանձնման եւ բավարար հիմքեր դրա հետ կապված։ Եվ կան դեպքեր, որ այդ 40-օրյա ընթացքում այդ փաստաթղթերը գալիս են, կան որ չեն գալիս, կան նաև դեպքեր, երբ որ հետախուզումը կա, բայց կալանքի որոշում չկա, եւ անձին ընդհանրապես ձերբակալելուց հետո տեղեկացնում են, որ քեզ այսինչ երկրում հետախուզում են, եւ դրանից հետո պարտավոր են բաց թողել, տեղեկացնելով հայցող պետությանը, որ քո կողմից հետախուզվող անձին մեր պետությունում հայտնաբերել ենք, բայց նրա ազատությունը չեն կարող սահմանափակել։
Տվյալ իրավիճակներում երբ չի գալիս մեր պրակտիկայով, ասենք կոնկրետ պետություններով չունենք, մենք չենք դասակարգել պետությունները, ոնց որ մեր գրասենյակի գործառույթը չի դա, որպես կանոն, երբ որ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության արարքներ են, լինում են դեպքեր, որ պետությունը չի ցանկանում լրացուցիչ ռեսուրսներ ծախսել այդ անձին հետագայում բերելու համար։ Երբ որ այնտեղ մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, տվյալ դեպքում որպես կանոն բնականաբար գալիս է միջնորդություն, գալիս է հիմնավորումներ եւ պետությունը հայցող պատրաստ է ռեսուրս ծախսել, այսինքն Հայաստանի Հանրապետության կողմից վերջնական որոշում կայացնելուց հետո, որ արտահանձնվելու է, դա որոշակի գործընթաց է, դրանից հետո բնականաբար այդ երկրից պետք է գան համապատասխան իրավասու մարմիններ, ոստիկաններ անվանենք, եւ այդ անձին ազատությունից զրկված վիճակում ինքնաթիռով տեղափոխեն իրենց երկիր։ Հիմա սա ռեսուրս է, դա պետության քաղաքականությունն է, բայց ես կցանկանայի ասել, թե մենք օրենսդրական ինչ խնդիրներ ունենք, եթե կթույլատրեք ձեր եթերում, մենք մի շատ լուրջ խնդիր ենք տեսել, որի մասին ահազանգում ենք, բարձրացնում ենք, խոսում ենք, բայց խնդիրը չի լուծվում։ Խնդիրը հետևյալն է, ուրեմն մեր օրենսդրությունը քրեական դատավարությամբ փոփոխվեց մի քանի 3 տարի առաջ, մոտ 22 թվականի փոփոխություններից հետո եւ որպես կալանքի այլընտրանքային խափան միջոց մտավ տնային կալանք, որը ավելի մարդասիրական է եւ էապես նվազեցնում է անձի, այսպես ասած, ստրեսը, նրա ազատության սահմանափակման չափը։ Մենք էքստրադիցիայի գործերով ունենք հետևյալ իրավիճակը, չի նախատեսվում տնային կալանք գործիքը եւ բոլոր դեպքերում անձը կալանավորվում է։ Եթե հանձնման պահանջ է գալիս, ուղղակի դա դառնում է մեխանիկական գործընթաց։ Շատ հազվադեպ են հանդիպում դատավորներ, որոնք լսում են կոնվենցիոն պահանջների մասին եւ մենք ուղղակի հիացած ենք նման դատավորների, երբ որ հանդիպում ենք։ Մի Ռուսաստանից հայցվող աղջիկ կար, իր գործով նման իրավիճակ եղավ, չեմ ուզում ինչ-որ դատավորի գովեզ դեմ, որ կարողացանք հիմնավորենք, որ կոնվենցիոն պահանջները չկան հանձնելու եւ մերժում ստացանք։ Բայց որպես կանոն այդ կալանավորման գործընթացում դատարանը չի ուզում խորանա պահանջի միջնորդության մանրամասների մեջ։ Եվ պարոն Սարգսյանի ասածը, երբ որ անձը ասում է ինձ փախստականի կարգավիճակ տվեք եւ դա գիտեք բավականին երկար գործընթաց է ուսումնասիրությունը եւ այլն, այդ ուսումնասիրության գործընթացում պարտադիր անձը պետք է լինի կալանքի տակ։ Ինչու օրինակ մեր դատարանները չեն կիրառում տնային կալանք, այստեղ մեր կարծիքով կա նաեւ պարոն Սարգսյանը կարող է համաձայնվի, կարող է նաեւ այստեղ լինի այդ հակառակ կարծիքներ, որ Եվրոպական դատարանի չափանիշներին եւ Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին կալանավորման այս ամենախիստ պահանջի մեր օրենսդրական կարգավորումը չի համապատասխանում, այսինքն նպատակը, որը հետապնդվում է, կարելի է հասնել ազատության ավելի մեղմ սահմանափակմամբ այլընտրանքային միջոցներով, բայց դատարանները պարտադիր կիրառում են կալանավորումը։ Մենք այս հարցը պատրաստվում ենք իդեպ տանել մինչև սահմանադրական դատարան, հիմա մեր մոտ պրակտիկ գործերով։ Իմ կարծիքով մեր օրենսդրական են ակնառու ամենաճճացող խնդիրը, որ ունենք այս ոլորտում, դա է, որին կուզենայի բարձրաձայնել։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, իհարկե ընդհանուր խոսում ենք համակարգից, բայց քանի որ այսօրվա, այսպես մեր հավաքվելու առիթը այս 3 քաղաքացիների չարտահանձնվելու կյանքի իրավունքն է եւ նաեւ խոշտանգումից ազատվելու իրավունքը, խնդրեմ ասեք, թե ինչ խոչընդոտների եք հանդիպել եւ որ փուլում է հիմա գործը։ Կոնկրետ այդ 3 քաղաքացիների հետ կապված այն մտահոգությունները, որը ներկայացրեց պարոն Սարդարյանը, առկա է, որովհետև նրանք գտնում են կալանքի տակ։ Ուղղակի մի քիչ բաց եմ այդ մտահոգությունների շրջանակ օրենսդրության առումով։ Տեսեք, արձանագրենք, որ այո, քրեական դատավարության օրենսգրքով երկու խափանման միջոցներ, երկու ռեժիմ է սահմանված։ Մեկը այսպես կոչված Հայաստանի Հանրապետության դատական ասյանների կողմից միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե հանցագործությունը կատարված, դրանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցների սպեկտրը, այդ թվում կալանք, տնային կալանք, ստորագրություն չհեռանալու, հսկողություն եւ այլն։
Եվ նույն օրենսության մեջ կա, որ արտահանձնման դեպքում միայն կալանք է։ Այսինքն այստեղ իրապես այդ հակասությունը նույն օրենսության մեջ կա, բայց ունենք նաև մեկ այլ օրենսություն քրեական գործերով իրավական փոխօգնության մասին օրենքը, որտեղ էլի կալանք է, բայց իդեպ քրեական դատավարության օրենսգրքով ենթանեք 8 ամիս առավելագույն, այդտեղ 10 ամիս։ Նույնիսկ երկու, այսինքն բացի այն, որ կա հակասություն նույն օրենսության մեջ, կա նաև երկու օրենքների միջև հակասություն։ Այսինքն այստեղ եւ խնդիրը ինչու է կայանում բուն էությունը, որ եթե այն պետությունը, որը քրեական գործ է հարուցել եւ նաև հետախուզում եւ նաև խափանման միջոց է կիրառել, իսկ խափանման միջոցը որպես կանոն կիրառում են կալանքի ձևով։ Այդ պետության դատարանի որոշումը խափանման միջոց կալանք կիրառելու ավտոմատ մեխանիկորեն մեր դատարանը հիմք է ընդունում եւ կիրառում, այսինքն ինքը քննության առարկա չի դարձնում, ինչքանով է իրավաչափ ենթադրենք Բելարուսի Հանրապետության դատարանի կամ Տաջիկստանի դատարանի կամ Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը, որ հայտնաբերելու դեպքում անհապաղ ուրեմն կալանավորել։ Եվ սա բավական լուրջ ուրեմն հակասության մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական կոնվենցիայով վերցրած ուրեմն պարտավորություններով։ Բայց այստեղ բուն խնդիրը էլ ավելի խորն է։ Իսկ ինչու է այդպես։ Ինչու օրինակի համար դեռևս Վրաստանի Հանրապետությունում, եթե Ռուսաստանի Դաշնության օրինակի կողմից հետախուզում է խափանման միջոց կալանք եւ այլն, եւ այդ քաղաքացին կարողանում է ինչ որ տարբերակով հայտնել Վրաստանի տարածքում, ապա այդ ամբողջ ընթացակարգը, որ Հայաստանի Հանրապետության օրենսությամբ կիրառվում է, Վրաստանում չի կիրառվում։ Ինչու՞։ Շատ բարձ պատճառով, որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ որպես ԱՊՀ անդամ պետություն, որի Քիշինևյան եւ Բիշկեկյան ուրեմն կոնվենցիաներով պարտավորություն ունի ԱՊՀ անդամ պետությունների հետ իրավական այդ աջակցության կամ փոխօգնության բնագավառում եւ արդեն ի սկզբանե ավելին անձը որ գալիս է Հայաստան սահմանապահ ծառայության ուրեմն այդ կոչվում է սեկտ այնտեղ արդեն ներգրաված է անձի հետախուզման եւ նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառման ամբողջ տեղեկատվությունը, որը ինքնաբերաբար ի կատարելացում Հայաստանի իրավապահ մարմինը եւ դատական համակարգը։ Հիմա մեր ամբողջ խնդիրը հետեւյալն է, որ իրապես այդ հակասությունը, այսինքն դու մի դեպքում մի ձեռքով Եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն ես, մյուս կողմից մյուս ձեռքով ԱՊՀ անդամ պետության որպես անդամ այդ կոնվենցիաներով վերցած պարտավորությունների կողմից, որոնք բովանդակային առումով իրար հակասում են։ Մենք որպես իրավապաշտպան կազմակերպություն հաշվի ենք, այսինքն ոչ միայն զուտ օրենսդրական նորմերն ենք դիտարկում, այլ նաև այդ օրենսդրական նորմերի բովանդակությունը։ Օրինակի համար շատ պարզ է, որ Ռուսաստանի Դաշնությունում հատկապես Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո, մինչև այդտեղ խստացրել էին, բայց Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո օրենսդրությունը այնքան են խստացել, որ ասենք պատերազմի քննադատությունը համարվում է քրեորեն հետապնդելի արարք, հա? Ռեժիմի քննադատությունը համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որը օրենսդրության դասակարգման կամ որակման կարող համարվի ծանր եւ, չգիտեմ, առանձնապես ծանր հանցագործություն, որը երկար տարիներով մարդը կարող է ազատազրկվի։ Կամ մի տարբերակ, որը գործում է Հայաստանում, եթե այդ օրենքը, այսինքն կամ այդ իրավական նորմը Հայաստանը չունի, այսինքն այն արարքը, որը ընդհանրենք Ռուսաստանի Դաշնությունում համարվում է քրեորեն հետապնդելի արարք, այդ արարքը Հայաստանում քրեորեն հետապնդելի չէ եւ այդ հետախուզման հիմքում կամ քրեական գործի հիմքում այդ հոդվածն է, ապա ավտոմատ մեր մոտ չի կիրառվում, այսինքն մարդու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրավունք չունեն օրենքով չսահմանված գործողության համար իրավական, ասենք թե վերաբերմունք ցուցաբերել կամ ասենք կալանավորել կամ եւ այլն։ Այսինքն այստեղ կա մի տարբերակը։ Եվ այդ առումով մի փոքր մեր դրությունը լավ է, որովհետեւ գոնե այդ նորմը աշխատում է։ Բայց եթե կան, ասենք թե տեսեք, ահաբեկչության, խրախուսման, ռոպագանդա եւ այլն հոդվածներ, դե այնտեղ ահաբեկչությունը համարվում անգամ եթե դու պատերազմ կարող ես քննադատել կամ իշխանության քննադատություն անել, եւ այդտեղ մենք բովանդակային նայում ենք եւ ցույց ենք տալիս
որպես հիմնավորում Ռուսաստանի տվյալ պետություն, տվյալ դեպքում ասենք Ռուսաստանի Դաշնությունում կամ Բելարուսում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ միջազգային գնահատականները, զեկույցները, ասենք որ մարդիկ իրենց հայացքների համար, դիրքորոշումների համար քրեական հետապնդման են ենթարկվում եւ դա հանդիսանում է բովանդակությամբ քաղաքական հետապնդում, որովհետեւ այդ երկրներում չի կարող լինի որ քաղաքական հայացքների համար անձին հետապնդել քրեորեն։ Չկա այդպիսի բան, բայց հոդվածների բովանդակությունը, այնպես ինչպես ասենք խորհրդային միության օրենսդրությամբ կար հակասովետական ռոպագանդա, 70 կարծեմ 5-րդ հոդվածն չէ, դա արդեն հակասովետակ, բայց իրենց մոտ չկա հակառուսական ռոպագանդա, կա իշխանության քննադատություն, կա պատերազմի քննադատություն, եւ այդ պարագայում մենք այդ փաստաթղթերը միջազգային օգտագործում ենք անձի իրավունքների պաշտպանության նպատակով։ Դա կլինի միգրացիոն ծառայություն դիմումի շրջանակներում իդեպ մենք անպայման մեր փաստաբանները ներկայ են լինում այդ ուրեմն հարցազրույցներին մի քանի մինչև 3 ամիս առնվազն քննվում է եւ նաեւ դատական ակցիաներում հիմա այս անձանցից մեկի նկատմամբ մենք դիմել ենք ռուսական իրավապաշտպան կազմակերպությանը մեմորիալին եւ ասել ենք խնդրել ենք ավելի ճիշտ որ այս հոդվածներով այս անձը կարծեմ Շիգաևն էր, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել տանը ինչ որ փամփուշտներ հայտնաբերելու, 1 թե 2, որ պայմանավորված է եղել, որ իր հայրը ժամանակին գործորդ է եղել։ Մենք ստանում ենք իրավապաշտպան կազմակերպության եզրակացությունը, որտեղ իրավիճակը գնահատել ենք, որը քննադատել է եւ այլն իր հակապատերազմական դիրքորոշման հիմքով գտել են ինչ-որ տարբերակ ու քրեական հետապնդում իրականացել եւ տալիս է որականում դա ունի քաղաքական ենթատեքստ թե ոչ եւ այդ եզրակացությունը հայտնի իրավապաշտպան կազմակերպության մենք նույնպես օգտագործում ենք այդ մարդկանց այդ կոնկրետ այդ անձի իրավունքների պաշտպանության համար մյուս կողմից եկեք հասկանանք մի բան Հայաստանի Հանրապետությունը որպես Եվրոպայի խորհրդի անդամ, որպես կոնվենցիայի կողմ, պարտավորություն ունի, որ նախ չխախտի մարդու կյանքի իրավունքը եւ խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը պաշտպանված լինի։ Բայց պետությունը այդ պարտավորություններով սահմանափակված է ոչ միայն իր կողմից անմիջական գործողություններ կատարելու առումով, այլ նաեւ պատասխանատվություն կկրի, եթե արտահանձնելու դեպքում իր երկրում այդ քաղաքացին ենթարկվի նման այդ իրավունքների խախտման, այսինքն ինքը արտահանձնելով մասնակից է դառնում անձի օրինակի համար Ռուսաստան կարող են մարդուն արտադատական մահապատժի ենթարկել, հիշենք հայտնի այդ տեսանյութերը, երբ որ սանդր մուրճով ուղարկի մարդուն ոչնչացնում են, կամ խոշտանգման, որի վերաբերյալ բազմաթիվ են ուրեմն հիմնավորումն է մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը դուրս է եկել Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման այդ կոնվենցիայից, այսինքն դադարեցել է իր որևիցե պարտավորություն իր քաղաքացիների հանդեպ, որ նրանց խոշտանգման չի ենթարկի։ Ավելին նաև հեռացվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունից, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը ոչ իրավական որպես պետություն դա արձանագրված է թե միջազգային սեկտորի եւ կարգավիճակով։ Այդ պարագայում տեսեք, շատ նույնիսկ նաև Տաջիկստանը ինքը Եվրոպայի ոչ խորհրդի անդամ ոչ չի կարող լինել։ Բելարուսը եվրոպական պետություն է, ինքնապես Եվրոպայի խորհրդի անդամ չէ։ Այսինքն մեր հարցը հետեւյալն է։ Հայաստանի Հանրապետություն ինչպես ես դու շարունակում համատեղել երկու անհամատեղելի կարգավիճակները, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն եւ որպես ԱՊՀ-ի Պարոն Սարգսյան, կարծում եմ այս հարցը մի փոքր նաև լրացված կարելի է ուղղել պարոն Սարդարյանին, փաստորեն ստացվեց, որ ունենք օրենսդրական բաց, որի մասին դուք խոսեցիք, եւ Հայաստանի դատարանները ստացվում է բավարար չափով չեն ուսումնասիրում քաղաքական հետապնդման հնարավորությունները, նաեւ թերևս հաշվառելով դատարանների ծանրաբեռնվածությունը, թե կա այլ պատճառ։ Ասեմ, մեր պատկերացմամբ տեսեք, իրականում դատարանները թողում են այդ հարցը փախստականի համար դիմելու հնարավորությանը եւ ասում են, եթե քաղաքական հետապնդում կա անձի նկատմամբ, իրավասու մարմինը թող դրանով զբաղվի։
Այս առումով խափանման միջոցը քննելու գործառույթը իրականացնելիս քրեական վարույթ իրականացնող դատավորները կարող են նաև այդ հարցին չանդրադառնան եւ քրեական վարույթ իրականացնող դատարանի խնդիրն է, ինչպես նշեց պարոն Սաքունցը, կոնկրետ նայել այդ արարքը Հայաստանի, որը մեղսագրված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդյոք քրեական սպառնալիքով արարք է, արդյոք դրա համար նախատեսված պատիժը 1 տարուց ավել է եւ այլ չափանիշներ, վաղեմությունը արդյոք անցած չի եւ այլն։ Եվ տվյալ հարցերին պատասխանելուց հետո նա այն հանգամանքը, որ քննարկվում է զուգահեռ համապատասխան ծառայությունում փախստականի կարգավիճակ ստանալը, ըստ էության կարող է նաև քրեական գործ քննող դատավորի խնդիրը չլինի։ Դրա համար ենք մենք հատկապես կարևորում, որ այդ դեպքում խափանման միջոցը պետք է ավելի մեղմ կիրառվի, որ այդ ժամանակահատվածում այդ անձի իրավունքների մենք չվնասենք, այսինքն հարգանքը ցույց տանք այդ անձի իրավունքների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ այն հանգամանքին, որ պարոն Սաքունցը նշեց, որ գուցե համատեղելի չի միաժամանակ մի քանի կոնվենցիաների, Կիշինյովի եւ եվրոպական այդ քրեական փոխօգնության պայմանագրերի, միջազգային այդ կոնվենցիաների անդամ լինելը, այս հարցում թույլ տվեք չհամաձայնվել, որովհետեւ նայեք, մենք իհարկե դեմ չենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից կարող է նաեւ լինի քաղաքական հետապնդում, կարող է լինի հայացքների համար հետապնդում, բայց մենք չեմ կարծում, որ պետք է մեր օրենսդրությունը կամ մեր միջազգային պարտավորությունները ինչ որ կոնկրետ պետության դեմ կամ օգտին անենք, մենք պետք է նայենք մարդու իրավունքները պաշտպանելու մեր գործառույթին, խնդրին եւ սրա շուրջ կառուցենք մեր օրենսդրական կարգավորումները։ Այս առումով ասեմ, նույն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի կողմից հետապնդվող անձ է ձերբակալվել, կալանքի հարցը լսելիս Ռուսաստանի Դաշնությունը տվել է տնային կալանք։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի մարդասիրական է մոտեցել հարցին, քան Հայաստանի Հանրապետության դատարաններն են մոտենում այդ ազատությունից զրկելու հարցին։ Ինչ վերաբերում է հենց կոնկրետ հանձնմանը, իհարկե, երբ որ կա ռիսկ, որ անձը կարող է քաղաքական հետապնդման ենթարկվի, օրինակ հայացքների համար կամ պատերազմ քննադատելու համար, կամ չգիտեմ, նույնիսկ պատերազմ չգնալու համար, մեր օրենսդրությունը թույլ չի տալի հանձնել։ Այսինքն, եթե օրինակ Ռուսաստանի կամ այլ երկրի քաղաքացին խուսափում է բանակից եւ եկել է Հայաստան, մենք չենք կարող այդ անձին հանձնել, որտեղ Հայաստանի Հանրապետության բանակից խուսափելն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանցագործություն, ոչ թե որևէ այլ երկրի զինվորական ծառայությունից խուսափելը։ Այս առումով կարծում եմ խնդիրը իրավակիրառ պրակտիկայի մեջ է եւ պետք է դատավորները ուղղակի մարդու իրավունքները հարգեն եւ բոլոր դեպքերում խորանան, հասկանան, թե ինչպեսի իրենք ակտ կայացնեն, որ համ իրենց պարտավորությունները կատարեն, համ մարդու իրավունքները չխախտեն։ Նայեցեք մեկ հարցը, թե կարելի է ինչ իրավունքներ ունեն արտահանձնման ենթակա քաղաքացիները, իրավական ինչ գործիքներ պաշտպանելու իրենց, եթե չկան իրավապաշտպաններ եւ այլն։ Դիցուք այս քաղաքացիները, որոնք հիմա Հայաստանում եւ արտահանձնման ենթակա են։ Հարցը հասկանալ է։ Տեսեք, երկու ուղղություններով կարող է ինքը այդ արտահանձնման դեմ պայքարել, ինչպես առաջի ուղղությունն էր, որը մենք նշեցինք, որ անձը կարող է դիմել փախստականի կարգավիճակ հայցելով եւ այդ ժամանակահատվածում նրան բացառվում է արտահանձնելը, քանի դեռ քննարկվում է այդ հարցը ավելին, եթե օրինակ վերջնական միգրացիոն ծառայության որոշումը փախստականի կարգավիճակ տրամադրելու մերժվի, անձը իրավունք ունի դիմել վարչական դատարան եւ նույնիսկ բողոքարկել այդ ակտը վերադաս վարչական դատարան եւ այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ միգրացիոնում է քննվում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում է քննվում նրան փախստականի կարգավիճակ շնորհելու հարցը, նա չի կարող արտահանձնվել։ Այսինքն մեր պետությունում, եթե վարչական դատարանը, օբյեկտիվ քննի եւ ճիշտ որոշում կայացնի, մենք այս առումով չենք սխալվի։ Բացի դրանից, զուգահեռ այդ կալանավորման գործընթացին կամ արդարադատության նախարարությունը կամ գլխավոր դատախազությունը դա կախված է նրանից, թե հետախուզումը ինչ փուլի մեղադրանքով է տրված, նախաքննության փուլում է հետախուզում կախվե անձի նկատմամբ, թե արդեն դատական քննության փուլում է երկրից հեռացել, համապատասխան իրավասու մարմինը պետք է քննարկի եւ որոշում կայացնի։ Այստեղ օրինակ
լավ կլիներ, որ այդ քննարկումներին հնարավորություն տային անձին լսված լինել եւ եթե անձամբ չէ, օրինակ փաստաբանի միջոցով, եթե նա ունի փաստաբան կամ իրավապաշտպան կառույցի միջոցով։ Սա էապես կլավացներ այդ փուլը, քանի որ մենք այդտեղ ունենք դատական պաշտպանություն որոշակիորեն, բայց կոնկրետ կառույցը որոշում կայացնելիս կողմին չի լսում։ Այսինքն Դարինի գլխավոր դատախազությունը, թե արդարադատության նախարարությունը ինքը նայում է հայցող փաստաթղթերը եւ փաստաթղթերի շրջանակներում որոշում է արտահանձնել կամ մերժել։ Դե ցավոք պրակտիկայում որպես կանոն հենց արտահանձնման որոշումը կայացվում, սա հիմնական սկզբնական որոշումը դառնում է մեխանիկորեն ընդունված։ Այնինչ մեր կարծիքով պարտադիր պետք է լսումներ կազմակերպել։ Այսինքն մարդը չկա, մարդուն չեն լսում, թղթերով որոշում է։ Սա իհարկե մեղմացվում է հետագա դատական բողոքարկման իրավունքով, որովհետև դատարանում արդեն անձը լսվում է, բայց ինչու պետք է հենց իրավասու մարմինը, որը որոշում է կայացնում, մի հատ կողմի դիրքորոշումը չնայի նոր որոշում կայացնի։ Այստեղ կարծում եմ մենք ունենք բաց թող։ Պարոն Սաքունց, ավելի կոնկրետացնելով մեր զրույցը, իրավասու որ մարմիններին եք դիմել կոնկրետ այս գործով եւ ինչ արձագանքներ են եղել։ Դե բնականաբար ես արդեն ասացի, որ հիմա մենք դատական բողոքարկման փուլում ենք, այդ արտահանձնման վերաբերյալ թույլտվությունը տվել է, այսինքն համաձայնությունը տվել է պետությունը եւ մենք նաեւ միաժամանակ ապաստանի դիմելու հայցը կամ դիմումը մերժելու հարցն ենք բողոքարկում վարչական դատարանում։ Սա իրապես այդ երեք դեպքերը եզակի դեպքեր են, որովհետև մինչ այդ ես ասեցի, ընդհանրապես 13 արտահանձնման պահանջ ա եղել, հետարքիր ասեմ Ռուսաստանի Դաշնության կողմից, 10 Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից մերժվել է մեր դիտումների շրջանակում, գտնելու, որ հիմնավոր չէ։ Բայց ես կուզենամ մի հատ հարց, որպեսզի որտեղ ինձ համար շատ տարօրինակ էր անակնկալ էր լսել, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ ավելի մեղմ է մոտեցել, հա, խափանոճոց տնային կալանքի։ Մի այսպիսի օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի իրավիճակը։ Աշխարհի 13-րդ չեմպիոնը շախմատի Գարի Կասպարովը, որը գտնվում է Արտասանում, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված։ Ծանր հանցագործություն է համարվում Պուտինյան ռեժիմը քննադատելու համար։ Գարի Կասպարովը ժամանում է Հայաստան։ Հրավիրում ենք եւ ժամանում է Հայաստան։ Եվ Հայաստանի Հանրապետությունը նայելու է ինչը հետախուզման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության քրեական գործառույթը եւ հետախուզման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումը, որը համարվում է ծանր հանցագործություն։ Ֆորմալ առումով այդ տարիների բաժի չափը ծանր է։ Ինչը ձերբակալելու են ըստ տրամաբանության երրորդյա 72 ժամ մինչև այդ ուրեմն եթե կա նաև Ռուսաստանի դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գործը ներկայացրել են դատարան եւ դատարանը կալանքի որոշում է կայացնելու Գարի Կասպարովը 8 ամիս, այսինքն գտնվել է Հայաստանի Հանրապետության կալանատանը։ Ես ներողություն եմ խնդրում, դուք հիշեք ձեր խոսքը, պարզապես լսենք իրավաբանին, դիցուք Գարի Կասպարովը գալիս է Հայաստան, ինչ է Տեսեք, ես իհարկե գործին ծանոթ չեմ, պարոն Սաքունցը եթե ասում է, որ մեղադրանքը վերաբերվում է անձի կոնկրետ քննադատություններին, այստեղ պետք է մեր դատարանները ունենան այդքան ուրեմն համարձակություն եւ իրավունքի վերլուծության օբյեկտիվ եւ արդար վերլուծության կարողություն, որ տարանջատեն այդ գործը այնպիսի գործից, երբ որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը հետախուզում է տալիս մի ասենք սպանություններ կատարած կամ բռնաբարություններ կատարած հանցագործի, որը մեր պարտքն է եւ իրավական եւ բարոյական կատարել մեր միջազգային պարտավորությունները եւ հանձնել։ Այսինքն մենք իրավունք չունենք օրենսդրությունը կոնկրետ դեպքին համապատասխան գրել։ Դրա համար է դատական իշխանությունը, որը ցավոք, հա, ես իհարկե շատ հարգանքով եմ վերաբերում մեր դատական իշխանությանը եւ մեր դատարաններում այսօր իրոք կան դատավորներ, որ կարծում եմ նույնիսկ
իրավական ամենազարգացած երկրները ԱՄՆ-ն, Անգլիան կերազեն նման դատավորներ ունենան իրենց մոտ, բայց ցավոք ընդհանուր պատկերի առումով մենք ունենք մեխանիկական որոշումներ ընդունելու այսպես սովորությունը։ Երբ որ դատարանը խուսափում է պատասխանատվություն վերցնել, խուսափում է խորանալ, խուսափում է իր խոսքը ասել, նա մտածում է դե կոպիտ ասած շարից փորձանքից հեռու, կան փաստաթղթերը, կնիքը դնեմ տամ։ Այստեղ ցավոք, եթե մենք օրինակ Կասպարովը ես չեմ ասում, որ եթե համաշխարհային շախմատիստը պետք է ծանր հանցագործություն կատարի, իր նկատմամբ հատուկ վերաբերմունք լինի, բայց եթե ինչպես ասում է Պարեն Սաքունցը, Կասպարովը քաղաքական հետապնդման է ենթարկվում, իհարկե մենք կլինենք ծիծաղելի դրության մեջ, երբ որ նման հայտնի մարդը գա մեր երկիր, ուզենա մեր երկիրը դրանով ինչ որտեղ նաև գովազդի իր հարգանքը ցույց տա, մենք դնենք քաղաքական հետապնդումը չզտելով նրան մեխանիկական գործողություններով զրկել ազատությունից, դա անթույլատրելի է։ Բայց նորից եմ ասում, սա իրավասու մարմինները պետք է կարողանան այս մասով պատասխանատվությունը վերցնել եւ խնդիրը արդար կարգավորում տալ, խնդրի։ ԱՊՀ-ի կոնվենցիաներին մաս լինելը հենց այն իրավական հիմքն է, որը իրապես չի դիտարկում եւ չի կարևորում բովանդակությունը, թե քրեական հետապնդման եւ ընդհանրապես այդ իմաստային առումով եւ դատարանը եւ դատավորը իհարկե Հայաստանում դատավորները ցավոք սրտին ոչ բոլորը իհարկե գործը լսելիս կամ խնդիրը լուծելիս ոչ թե ղեկավարվում են իրավունքի գերակայությամբ շատ դեպքերում, այլ օրենքի տառով, այսինքն օրենքը կարող է լինել ոչ իրավական, տվյալ կոնտեքստում կիրառվում, բայց կիրառեն օրենքը։ Եվ ոչ մեկը չի կարող դատարանին մեղադրել, ասի գիտեք, բայց ինչ է օրենքը կիրառում։ Ավելի շատ կարող են մեղադրել, թե ինչու է իրավունքի գերակայության սկզբունքով խնդրին մոտենում եւ ոչ թե որտեղ օրենսդրությունը քեզ թույլ չի տալիս։ Սա որպես համակարգային խնդիր, բայց հիմա տեսեք մի երկու ռեժիմ է։ Մեկը միգրացիոն ռեժիմն է, որը ապաստանի դիմումն է դիտարկում։ Մյուսը դատական, եթե ասենք մարդու նկատմամբ հետախուզում է։ Հիմա երկու այս ռեժիմները խիստ տարբեր են։ Մի ռեժիմով դու ֆորմալ առումով, քանի որ կա քրեական հետախուզում, կա կալանքի որոշում, մարդու նկատմամբ խափանմիջոց կալանք է կիրառվում, ուրիշ միջոց չկա, թեկուզ եթե կիրառվել ստորագրություն չհեռանալու բանը խափանման միջոցը էլի խախտում է մարդու իրավունքը։ Ինչու՞։ Որովհետև այս մարմինը միգրացիոն ծառայություն ճանաչում է նրա հիմնավորումը, որ նա իրապես ապաստան տրամադրի, որտեղ հայաստանի համար հետապնդում։ Այսինքն հիմա մենք մի ձեռքով ճանաչում ենք, որ այս մարդը ուրեմն իրավունք ունի ապաստան ստանալու, Հայաստանը տրամադրում է նրան ապաստան, քանի որ հետապնդվում է իր պետության կողմից, մյուս ձեռքով ինքը այդ ընթացքում խախտում է սրա իրավունքը։ Հա, այսինքն այս նույնիսկ իդեպ ասեմ մի կարևոր բան, դրական այդ բանը, Փառքաստու իշխանությունը դե ֆակտո չեն ձերբակալում արդեն։ Այո, կա գալիս են եւ այլն եւ իհարկե երբ որ մենք իմանում ենք եւ այլն, այսինքն փաստացի այն դեպքերում երբ որ միայն հետախուզում է եւ խափանման միջոցի հարցը չկա, այսինքն այն կոշտ ու տարային, հա, ասենց բաները չեն կիրառում։ Բայց մեր ամբողջ հարցը հենց հետեւյալն է, որ այդ գիտակցումը որ կա, որ իրապես այս մարդիկ իրենց հայացքների, իրենց դիրքորոշումների համար են հետապնդում եւ նրանց նկատմամբ չի պետքա կիրառվի, սա արդեն պարզ է, պրակտիկա է, բայց մենք էլ ասում ենք, օքեյ, ամեն մի կոնկրետ դեպքում ոչ թե դու պետքա այո, համաձայն եմ, կարող է լինել մարդասպանության մեջ մեղադրվող, որը փախել է Հայաստան, խուսափում է, բայց ոչ թե մարդասպանության մեջ մեղադրվողին ու քաղաքական հայացքների նկատմամբ մեղադրողին այդ նույն մոտեցումը կիրառվի, այլ անհատական մոտեցում, իսկ անհատական մոտեցումը հնարավոր կլինի, երբ որ դու դուրս գաս ԱՊՀ-ի կոնվենցիաներից, որը այդ անհատական մոտեցումը ճանաչում է եվրոպական կոնվենցիան, որտեղ ինքը համընդհանուր կամ ասենք թե այդ միատեսակ մոտեցում չունի, ինքը ամեն մի կոնկրետ գործի ժամանակ դիտարկում է կոնկրետ իրավիճակները, հանգամանքները։ Չնայած մյուս կողմից էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից
հետախուզվող հայտնի դեմքեր կան Ռուսաստանը, որ Ռուսաստանը ընդհանրապես թքացել ունի, ասենք թե այդ մարդկանց արտահանձնելու թակարակ մի բան էլ հովանավորում է, հա, այսինքն գիտեք, փաստ է որ ԱՊՀ-ի անդամ պետությունները Բելարուս, Ռուսաստան, Տաջիկստան, Ղրղստան, Ղազախստան, հա, իրենք ոչ իրավական պետություններ են իրենց ամբողջ համակարգով եւ այդտեղ միակ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է եւ այդ իրավական ռեժիմը սա քաղաքական բովանդակություն չունի, սա հենց ունի իրավական բովանդակություն։ Այդ ռեժիմները, այդ կառավարումը այդ պետություններում իրավունքի գերակայության սկզբունքի նկատմամբ հարգանքի հիման վրա չեն, ինստիտուցիոնալ առումով ասում, իրավական կառ։ Եվ այստեղ դու երբ որ մնում ես ակամայից դու չես կարող զերծ մնալ այդ մոտեցումների, այսինքն ոչ իրավական պետության հետ գտնվելու իրավական ռեժիմի մեջ, չես կարող այդ սպառնալիքները քո իրավական համակարգի չունենալ, սրա մասին է խոսքը։ Եվ դու, այո, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ոչ միայն իր քաղաքացիների, այլ իր տարածքում գտնվող յուրաքանչյուր անձի, որտեղ կոնվենցիան չի ասում յուրաքանչյուր քաղաքացի, այլ ասում է կամ մեսենջերի, ասում է յուրաքանչյուր ոք, այսինքն անկախ նրա քաղաքացիությունից։ Պետք է իրավական անվտանգությունը երաշխավորի։ Մարդիկ եկել են այստեղ, ասում են մենք անվտանգ, ի դեպ ասեմ, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որը երկու դրական կողմ ունի։ Այսինքն մի դրական կողմ ունի, որ առանց վիզայի հաղորդակցություն հնարավորություն է տալիս այդ մարդկանց ժամանել Հայաստան։ Մյուսը իհարկե առանց վիզայի ռեժիմը հնարավորություն է տալիս նաև հանցագործության որոշակի խողովակներ աշխատեն, որի մասին մենք տեղյակ ենք։ Բայց հիմա որպեսզի դու այդ որը իր դրական կողմերով կանխես այդ բացասական նույնություն կրկին, դու ամեն մի կոնկրետ գործով պետք է կամ ամեն մի անձի հետ կապված կոնկրետ հանգամանքները քննության առնես եւ ոչ թե միատեսակ, ասենք թե ու ես հիշեցի բանը Գեորգի Կինոյանի գործը, հիշում եք։ Գեորգի Կինոյանի նկատմամբ հետախուզման եւ արտահանձման պահանջը ձևակերպված է Ռուսաստանի Դաշնության պակասին գլխավոր դատախազության կողմից։ Բայց դատարանը, որը Գեորգի Կինոյանին Վրաստանի Հանրապետության քաղաքացուն մեղավոր ճանաչել, դա Լուգանսկի, այսպես կոչված ժողովրդական հանրապետության դատարանն էր, որը ոչ ճանաչված պետություն է, ոչ իրավական կարգավիճակ ունի։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատարանը գործը նայում է, այդտեղ գրած է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն, արտահանձման եւ այլն, ու դրա տակը թե այս մարդուն ինչի՞ մարդ են մեղադրել, ով է մեղադրել, ինչ հիմքերով, չի նայում, հա։ Ասում են, սա մի խայտարակ իրավիճակ է, որ այո, Հայաստանի Հանրապետության դատարանում պետք է կոնկրետ բովանդակություն նայի, ոչ թե բանը պահանջը որպես թուղթ ուղարկել է, բայց տակը խայտարակ ապօրինություն է։ Այդ առումով կարծես թե պարոն Սարդարյանը շատ դիպուկ նկատեց, որ որոշ դատավորներ գործի քննությանը մոտենում են շարից, ձեր խոսքով ասած, շարից փորձանքից հեռու Ռուսաստանի շարից հեռու։ Չէ, պարոն Սարդարյանը այդպիսի բան չասաց։ Եվ այսպիսի հարց, պարոն Սարդարյան, իրավական առումով որքանով ապահով երկիր է Հայաստանը այն անձանց համար, որոնք տեսականորեն ենթակա են արտահանձնման։ Շնորհակալություն։ Պարոն Սահակունցի հետ մի քանի հարցերում համակարծիք ենք, մի քանի հարցերում ոչ, բայց դա նորմալ է, հենց քննարկումը հետաքրքիր է ստացվում, երբ որ կա որոշակի նաև կարծիքներում տարբերություն։ Օրինակ, ես կցանկանայի մինչև ձեր հարցին պատասխանելը նաև նշեի, որ ամենայն հարգանքով պարոն Սահակունց, բայց Եվրոպական կոնվենցիան արտահանձնումը կարգավորող ունի առավելություն, ու եթե արտահանձնման հետ կապված Կիշինյովի կոնվենցիան ու Եվրոպական կոնվենցիան ինչ որ իրավիճակում հակասության մեջ լինեն, դատարանը պետք է ղեկավարվի Եվրոպական կոնվենցիայով։ Բացի այդ, չգիտեմ, մենք իրավաբաններ ենք, որպես իրավաբան ենք եկել, մենք չենք ուզում որևէ պետության անվանենք ոչ իրավական կամ իրավական, եւ մենք նաեւ կարծում ենք, որ պետք է կանխակալե չմոտենանք այն անձի նկատմամբ, ով քաղաքական ապաստան է ուզում, օրինակ Միացյալ Նահանգներից կամ Ֆրանսիայից կամ այլ որպես իրավական, այսպես ասած, հա,
իրենց հռչակած պետություններից եւ հակառակը Ռուսաստանի դեպքում չնայենք իրեն որպես ոչ իրավական պետություն եւ գործը չուսումնասիրած մերժում տանք, սա մեր գրասենյակի կարծում եմ բոլոր իրավաբանների կարծիքն է, բայց ես որպես Արսեն Սարդարյան իմ կարծիքն եմ ասում եւ ընդհանրապես կարծում եմ մենք պետք է այդ դուք ձեր խոսքում մասամբ համաձայնվեցիք, որ այո դատարանները պետք է հենց իրավունքով ղեկավարվեն, մենք պետք է մեր ջանքերը չխնայենք, որպեսզի մեր դատարանները այդ համարձակությունն ունենան ու կոնկրետ գործերով որոշում կայացնեն։ Ինչ վերաբերում այն հանգամանքին, որ պետությունը որոշ դեպքերում Ռուսաստանի հետախուզումը կախած վիճակում գործողություններ առհասարակ չի իրականացնում, այսինքն դատարան չի հասնում գործը, սա կարող է նաև մի քիչ վիճելի լինի, որովհետև մենք թույլ ենք տալիս վերլուծական կամ, չգիտեմ, երկակի մոտեցում ցուցաբերել առանց դատարանի ներգրավվածության, որտեղ դատարանն այն մարմինը, որը պետք է դնի կշեռքի նժարին, որպեսզի մենք չսխալվենք, եթե մենք ոստիկանությանը նման գործառույթ տանք, ամենայն հարգանքով մեր պետության թե քաղաքական իշխանությանը, թե ուժային կառույցներին, ես գտնում եմ, որ որպես իրավական պետություն մենք հետ քայլ կկատարենք։ Իմ գնահատականն է, որ մենք որպես իրավական պետություն բավականին անճանաչելի լավ պետություն ենք եւ մեր քայլերը ընդհանուր որպես պետություն իրոք ինձ շատ գոհեցնում է, իհարկե կան գործեր, որոնք ինձ դուր չի գալի, կան գործեր, որոնց մեջ ես նույնիսկ տեսնում եմ, որ այդտեղ քաղաքական հետապնդում կա, բայց չեմ կարծում, որ երկրագնդի վրա կա այնպիսի պետություն, որում այդպիսի բաներ չլինեն, եւ մենք պետք է ձգտենք, որ նման գործերը քչանան, նման գործերը բարձրաձայնենք, պայքարենք, բայց ընդհանուր համեմատության մեջ այս երևի այստեղ ես պարոն Սահակունցի հետ կհամաձայնվեմ, մեր դատարանները իմ գնահատմամբ շատ ավելի լավն են, քան մեր հարևան պետությունների դատարանները։ Այս առումով համեմատելու բան չկա եւ մեր դատարանները կարող են համեմատվել Անգլիայի, Ամերիկայի դատարանների հետ, ոչ թե մեր հարևանների, եւ եթե այդ մեխանիկական որոշումներ կայացնելու պրակտիկան փոխվի եւ նրանք կարողանան յուրաքանչյուր գործին հետամուտ լինեն, խորանան, մի փոքր էլ նաեւ ինչու ոչ այդ միջազգային փորձը ուսումնասիրեն, որտեղ եվրոպական երկրներում առանց որևէ տարբերության հանձնման հարցերում նայում են այս անձին կալանքից բացի այլ ավելի մեղմ խափան միջոցի տակ պահելու ռիսկը։ Չեն ասում հանձնման գործա վերջացավ։ Նույն օրինակի համար մենք դեպք ենք ունեցել Չեխիայի Հանրապետության հետ կապված, որ գործի այդ հարցը քննել է դատարանը, չի տվել տնային կալանք, հիմնավորել է, որ կոնկրետ այդ գործով մենք չենք մասնակցել, բայց մեզ այդ գործը հետագայում եկել է մեր մոտ։ Այդ անձի նկատմամբ վտանգավոր է, այսինքն դատարան այդ հարցը քննարկման առարկա է դարձրել եւ բոլոր եվրոպական երկրներում այդ հարցը քննարկվում է եւ Ռուսաստանում էլ է քննարկվում։ Ինչու մենք լինելով իրավական առումով այսօր առաջադեմ պետություն, ես այդպես եմ տեսնում։ Այդ հարցում այդ աշճանի ոնց որ կարծրացած եւ անձի իրավունքները ոտնահարող մոտեցումներով ղեկավարվենք։ Պարոն Սարդարյան, եվրոպական երկրները ԱՊՀ-ի կոնվենցիայի անդամ չեն, դրա համար են անհատական մոտենում։ Սա շատ պարզ ճշմարտություն է։ Անհատական մոտեցման պրակտիկան համակարգը իրավական հենց Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության շրջանակներում է, որպեսզի մոտեցում դատարաններում ձևավորված է։ Մեր դատարանները, քանի դեռ կգտնվեն ԱՊՀ-ի անդամ պետության կարգավիճակում, կլինի այն էզևի հասկացություն կա, անձի երկատում եւ երկատվածության վիճակ, որ մի դեպքում այո հասկանում է, որ եվրոպական կոնվենցիան պահանջում է իրապես անհատական մոտեցում, բայց մյուս կողմից ԱՊՀ-ն այնպես է դեռ եւ ԱՊՀ-ի որևիցե կոնվենցիա չկա, որ ինքան անհատական մոտեցում, ասում գիտեք ոնց է, այսպես է, պետքա հետախուզում ենք հայտարարում, ու ես եթե հետախուզում հայտարարես, դու միանգամից պետքա աչքունք չնայես, բան անես, կալանավորես ու իմ պահանջի, իմ դիմումի համաձայն արտահանձնես, հա։ Բայց կա մխիթարող գործում, որ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան գերակա է ԱՊՀ օրենքներին։ Իսկ ով ասել, որ ԱՊՀ-ն գերակա չի։ Բայց եթե ԱՊՀ-ն գերակա չլիներ կամ չաշխատեր,
տվյալները հետախուզման, գիտեք, չէ՞, սեկտ համակարգը տվյալների ինքը ավտոմատ այնտեղ ցանկացած ԱՊՀ անդամ պետության կողմից հետախուզման կամ քրեական գործ հարուցելու եւ հետախուզման դե բնականաբար հետախուզում հայտարարում թե անձը փախնում է, խուսափում է կամ գլուխը մի կերպ փորձում է փրկել։ Դրա վերաբերյալ տվյալը մեխանիկորեն մտնում այդ սեկտ համակարգը, ինքը դառնում է իմպերատիվ պետության համար, որի սահմանը հատելուց, հա ինքը ստուգմա փաստաթղթը, երբ որ արձանագրում այդ հետախուզվող անձնը սկսում է այդ ձերբակալման, հետո ուրեմն կալանքի հետ կապված, արտահանձնման, այդ ամբողջ գործընթացները, սա հիմա իմպերատիվ չի։ Այդ մարդիկ առնչայինորեն գալիս են Հայաստանի Հանրապետության, հենց առնչություն են ունենում այդ պարտավորություններով։ Եթե իմպերատիվ լիներ եվրոպականը, այս ամեն ինչի շորի նկարագրում չէր լինի։ Որովհետև բանը գիտեք ոնց է, եթե ասենք Ինտերպոլի դեպքում, որ հետախուզումը հայտարարում չէ, ինքը կոնկրետ, իդեպ այստեղ էլ կա, չէ, ինքը անհատական ոչ չի բանանում, ասենք թե Ինտերպոլը բոլորի նկատմամբ հետախուզում հայտարարում։ Հետո Ֆրանսիայի ճիշտ ասած համաձայն եմ, որ կարող է Միացյալ Նահանգներում հիմա այնպիսի վիճակ է, որ քաղաքական հետապնդումներ լինեն, ու ցավոք սրտի այդպիսին է, որը կառավարման այդ վարչակազմի քաղաքականությունը փոխվել է։ Դա իմիջած ասեմ, որ դա ինչքան էլ մենք փորձենք տարանջատել քաղաքականությունը, իշխանության քաղաքականությունը իրավական համակարգից, այնուամենայնիվ դա ազդեցություն ունի, դա փոխկապակցված են, մեկուսի չեն։ Բայց Ֆրանսիայից ես չեմ հիշում, որ որևէ կամ Գերմանիայից կամ Մեծ Բրիտանիայից, որ քաղաքական հայացքների հիման վրա քրեական հետապնդումից խուսափող որևէ անց այդ երկրներից Հայաստան դիմի ապաստան ստանալու։ Ես կարծում եմ արդեն մի քիչ ուրիշ խնդիր է, ես ուզում ասեմ, հենց չի կարելի նույն հարթության վրա դիտարկել Ռուսաստանի դաշտությունը, որը աշխարհի առաջ, դա ոչ թե բանը հորինով է, այլ իրավապաշտպան բոլոր մեր գործընկերները ստիպված են եղել թողնել Ռուսաստանը եւ հեռանալ եւ գնալ այլ երկրներ։ Իմ գործընկերները Այդ մեմորիալը, որը հիշատակեցի, մեմորիալի ղեկավարի նկատմամբ են քրեական գործ հարուցել Սերգեյ Դավիդիսի նկատմամբ 7 տարի ազատազրկման բանով, ինքը գտնում արտասահմանում։ Ինչի համար? Որտեղ իր երկրում արդարադատություն չկա։ Իրավունքի պաշտպանության հնարավորություն չկա, սա փաստ է։ Ես, այսինքն ոչ թե բանը կարող եմ անտեսել այդ փաստերը, այսինքն ես փաստերի մամրա եմ գնահատականը տալիս։ Հարգելի պարոն Սարգսյան, հարգելի պարոն Սարդարյան, մեր ժամանակը արդեն ավարտվել է, սակայն եթե ավելացնելու բան է, իհարկե խնդիրը մարդու իրավունքները մենք սիրով կլսենք ձեր մեկնաբանությունը։ Ես շատ հակիրճ կխոսեմ, տեսեք, պարոն Սարգսյանը որպես իրավապաշտպան իհարկե իր կապերը եւ այդ առումով անձանց երևի որ իրեն դիմել են, կարող է նաեւ դա այդ քանակը որոշակի համոզմունք առաջացրած լինի, բայց մենք իրավաբաններս նայում ենք օրենսդրությանը, ես նաեւ չգիտեմ, թե այսօրվա ԱՄՆ վարչակազմի, թե բոլոր պետություններին նայում եմ նույն աչքով, թե Ռուսաստան, թե ԱՄՆ, թե Ֆրանսիա, իմ համար ես նայում եմ գործին եւ նայում եմ գործի փաստական տվյալներին։ Ես ուզում եմ ասեմ, որ Կիշինյովի կոնվենցիայում էլ է օգտագործվում կալանավորել մեխանիկորեն բառը։ Եվրոպայի արտահանձնման կոնվենցիայում էլ է մեխանիկորեն օգտագործվում կալանավորել բառը արտահանձնման համար։ Երկուսն են նույն բառն են օգտագործում, պարոն Սարգսյան։ Բայց դատարանները պարտավոր են մեր սահմանադրության եւ արդեն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ղեկավարվել, այսինքն տարբեր կոնվենցիաների եվրոպական արտահանձնման կոնվենցիա կա փոխօգնության քրեական գործերով եւ կա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա։ Եվրոպական երկրների դատարանները առանց որևէ խնդիր կարողանում են այն մարդու իրավունքների խախտում թույլ չտալու համար քննարկել անձին այլընտրանքային խափան միջոց կիրառել։ Հայաստանի դատարանները դա չեն կարում անեն։ Հիմա այստեղ Ռուսաստանի Դաշնությունը կամ Կիշինյովի կոնվենցիան ցավոք ես որևէ կապ չեմ տեսնում։ Ինչքան կարա Ռուսաստանում այսօր լինի լիքը անձիկ, որ իրոք քաղաքական ապ։ Ես դեմ չեմ, բայց նույնը կարա լինի իմ համար բոլոր պետություններից։ Տվյալ դեպքում մեր խնդիրն է իրավաբանների բարձրացնել օրենսդրական եւ պրակտիկ խնդիրները, եւ ես դրա համար եմ եկել, կներեք, եթե ինչ որ բանով ձեր այդ համակարծիք չեմ, մնում եմ իմ կարծիքին, ես գտնում եմ, որ մենք պետք է այնպիսի դատական համակարգ ստեղծենք, որ մենք ոչ թե խուսափենք միջազգային կոնվենցիաների մաս լինելու կամ մեր, չգիտեմ,
դարավոր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները խզենք, դուրս գանք, չշփվենք, այդ հարաբերություններում եթե չկա ուղիղ այնպիսի բան, որը հակասում է մեր դատարանների կողմից մարդու իրավունքները հարգելով, միջազգային մեր բոլոր պարտավորությունները կատարելով, արդարադատություն իրականացնելով, ապա այդ կոնվենցիաները մեզ չեն խանգարում այդ գործում, մենք պետք է կոպիտ ասած ունքը դզելու տեղը աչքը չհանենք եւ որտեղ որ խնդիրն է, այդտեղ կարգավորումը տանք։ Սա մեր կարծիքն է, ամեն դեպքում շնորհակալ եմ եւ հարգում եմ բոլորի տեսակետները, այդ թվում պարոն Սահակունցի։ Սահակունց համարոտ եթե կարելի է, լիովին համաձայն եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեղավոր չի, որ Հայաստանի Հանրապետությունում դատարանները այդպես պրակտիկա ունեն։ Լիովին։ Եվ դրանք մեկը մյուսի հետ, այսինքն Հայաստանի Հանրապետության դատական համակարգի հետ կապված խնդիրները չի կարելի պայմանավորվել անգամ ուրեմն Եվրոպայի անդամ որևիցե պետության հետ։ Դա մեր խնդիրն է։ Եվ այդ առումով այո, առաջի խնդիրը, առաջի հարցը մեր օրենսդրության փոփոխությունն է, թե քրեական արդարադատության, որի մեջ նշեցինք, եւ նաեւ քրեական գործերով իրավական փոփոխության օրենքի, որը նույնպես հենց արտահանձնման հետ կապված հարց է։ Այսինքն այստեղ միանշանակ է, որ մեր այսօրվա քննարկման հիմնական պահանջը ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ ազգային ժողովին, որպեսզի այդ օրենսդրական այդ կարգավորումները փոխվի, համապատասխանեցվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին եւ ոչ թե ասենք թե դուրս տալ այդ ԱՊՀ-ի կոնվենցիաներին կամ այդ մոտեցում։ Մյուսը իհարկե այո, պատասխանատվությամբ հանդերձ պետք է ամրագրել մի բան։ Երբ որ մենք երկուստեք պայմանագիր ենք ստորագրում փոխադարձ պարտավորություններով, ապա այդ պարտավորությունները կարող են դառնալ առ-ոչինչ, եթե պայմանավորվող կողմերից մեկի վարքագիծը ստորագրման պահից փոխվում է այնպեսին, որ այլևս անհնար է դառնում այդ պայմանագրի վերցած պարտավորությունների կատարում, որտեղ եթե ես պարտավորություն եմ վերցնում իրավունքի պաշտպանությամբ, դուք եք պարտավորություն, հետո դուք իրավունքի պաշտպանությամբ խախտում եք վստահությունը որպես պարտներ պայմանագրի կողմ, ինքը բովանդակային առումով խաթարվում է, սրա մասին է խոսքը, որը չի կարող իրավական համակարգի վրա ազդեցություն չունենա, որտեղ այդ պայմանագիրը պարտավորեցնում է քեզ որոշակի պարտավորություն կատարել ոչ իրավական վարքագծով անձի կամ պայմանավորող կողմի հետ։ Սրա մասին է խոսքը եւ այստեղ պետք է մենք կարողանանք իրապես քաջություն ունենանք, որպեսզի մեր իրավական համակարգի անվտանգության ապահովման, մեր երկրում իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից եւ օրենսդրությունը փոխենք, համապատասխանենք, եւ նաեւ մեր պարտավորությունների շրջանակը վերանայենք, որոնք կարող են հանգեցնել խնդիրներ մեր իրավական համակարգի համար եւ մարդու իրավունքների վրա։ Կարևոր են ձեր երկուսի դիտարկումները, հարգելի ունկնդիրներ հիշեցնեմ, որ մեր կենտրոնի տաղավարում քննարկում ենք մարդկանց խնդիրը, որոնք արտահանձնման ենթակա են Հայաստանի Հանրապետությունից եւ մեր երկու բանախոսներն էլ գոնե մի հարցում ընդհանուր հայտարարի եկան, որ օրենսդրությունը կատարելագործման կարիք ունեն այդ առումով հիշեցնեմ, որ մեր տաղավարում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ LSC գրասենյակի փաստաբանների պալատի անդամ Արսեն Սարդարյանը, եւս մեկ անգամ շնորհակալություն, իսկ մենք կհանդիպենք, հաջողություն բոլորին։